Երկնքում որ աղոթքն է գնահատվում, անկեղծ աղոթքը, երբ որ հոգու խորքից է բխում, սրտից է դուրս գալիս, հառաչանք։ Այսպիսի մի հետաքրքիր առակ պատմություն կա, Աստված իր 100 հրեշտակներին ուղարկում է երկրի վրա մարդկանց հոգևոր պտուղները հավաքելու։ Մարդիկ տարբեր տեսակի պտուղներ են տալիս։ Մեկը բարի գործ է արել, ողորմություն է արել, մեկը երկիրն է շնացրել, եկեղեցի է կառուցել, մեկը պարզապես ներել է մեկին, մեկը սիրել է։ Այս բոլորը հոգևոր պտուղներ են եւ 99 հրեշտակները ճիշտ ժամանակին բոլոր պտուղները հավաքում են, բարձրանում են վեր երկինք։ 100-րդ հրեշտակը չի գտնում ոչինչ, որ բարձրացնի երկինք, շատ է ման գալիս, գնում է տեսնում է եկեղեցու մի մութ անկյունում մի մարդ ծնկի եկել, կուրծքն է ծեծում եւ մաքսավորի նման ասում. «Ներիր ինձ մեղավորիս»։ Եվ տեսնում որ արտասվում է։ Եվ արցունքը վերցնում է այս մարդու աչքից, բարձրացնում երկինք եւ ուշացած է գնում եւ ներողություն Տեր Աստված ասում է. «Մայրամուտին եմ եկել, օրը վերջանում է, ուշացել եմ, նվերես էլ մեջ չի, մի կաթիլ արցունք է, ամաչում եմ, ինչ անեմ»։ Ասում է. «Չես ուշացել, երբեք մեղավորի զղջման արտասուքը ուշացած չէ, եւ այս արտասուքը ինձ համար դրախտի ցողին է»։